բերեցին, բայց լսում ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինել եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այս ձևով է պետք անել, բայց զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնեն եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյություն ունի, այդ ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես երեք ելույթի ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ անդիկեն այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես 10 հատ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ գալ կնոպկա սխմել է սենյակից դուրս գալ, ինչի համար է արվում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իմ ունեցած տեղեկությունով ջղայնացել ա վերել ասել ա խիչեկեթում նիստերի, բա որ հարց բարձրանա բան մանդատից զերկելու կամ եթե դա էլ տեղի չի ունեցել առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար գալ կոճակը սխմել եւ տեսեք օրվա մեջ կարող լինի 2 անգամ գրանցում դահլիճում չլնեն հենց ասում եմ գրանցումա որպեսի բա sense կգան sense կսխմում են sense կամազ դուրս են բայց արդար չէ որովհետեւ նախինում նախորդաշրջանում երբ որ չէին մասնակցում նիստերին դուք ինձ բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում պատգամավորական մանդատից զրկելու հիմա գալիս են գոնե կնոպկան սեղմում է որ ներկա ստանան դա բանից չզրկեք լավ ուզում եմ հասկանամ բայց սկզբունքայնություն պետք է լինի թե չպետք է լինի հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին նիստերին բայց դահլիճում չենք կլնում լավ գալիս ենք բայց հարց ու պատասխանին չեն գալիս բայց այս ինչ է ուզում ասեմ իրանք կներեք էլի ինձ միշտ հետաքրքիր հիմա որ գնան ընտրությունների նոր ընտրությունների ժամանակ գնալու են ասելու են մեզ ընտրեք բայց մենք դահլիճ չենք գետալու եթե ընդդիմություն լինենք հա Պարոն Սիմոնյան, քաղաքացիական պայմանագիրը խմբակցությունը Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, որը չի հաջողում ընդդիմությանը։ Չէ, եւ մեր խնդիրն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմ է, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմությունը լինի քննադատողը Միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը ո՞րն է, ինչ պիտի որ գա աշխատի հենց հարցադրումները չէ գիտեք լինում է այո լինում է ոչ եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ նախ եթե անենք այն 2 տարին որ չեն եկել ու այն 1.5 տարին որ կիսատ հիմա ապարատ գալիս են ու այն կես տարին որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վեսել նույնիսկ այս պարագայում եղել է բան որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք էլ են արձանագրել չէ տենց չի եւ եթե նայեք ստատիստիկան տենց չի ԿՊ խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու ով ինչպես գիտենք անվայելուչ խոսքեր էր ղել լրագրող Հռիփսիմեին սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում որ պատգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնան անպատիժ մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված մենք կարծում ենք որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ որ այդ միջադեպի այն ամենասկզբնաղբյուրն է որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին որը որ փողոցում էր վիրավորում էր վիրավորանք էր հնչեցնում օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին Ազոյան Հովանեսի հասցեին որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դատապարտելու ձայն չհանեց ինչի հայտնի դերասան է այսինքն եթե պատգամավոր չի իրան կարելի է ինչ ասես ասել կամ լրագրող չի չէ մի րոպե բայց դուք Տիկին Ջեբեջան ջան դուք ձեզ ասում է բերանդ մաքրի այդ այդ սատանայանը միտուր այդ տղան
Ես ներողություն եմ խնդրում, ներողություն։ Այդ դուք Հովհաննես Ազոյանը հայտնի դերասան է, շատերի կողմից սիրված, ինձ հետ էլ շատ մոտ հարաբերություն է իմ ընկերներից է, իմ ընկերն է Հովհաննեսը։ Բա այդ ընթացքում, բա այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե ձևով եւ լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սրան անդրադառնում ենք։ Հիմա որոշումը հետեւյալն է, որը տեսեք, դա իր խնդիրն է, չի օգնելու իրան Աստվածաշունչը, Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժելու է, դա իմ կարծիքն է։ Չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնում։ Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում, այսօր էլ լինելու է նման հանձնաժողով։ Բայց մեկը ինչով էր խանգարում։ Որը տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է, եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվել է։ Մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է իմիջիալոց, դրա ստեղծման համար մեզ պետք է նաև ընդդիմության համաձայնությունը։ Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցերը։ Մեկը մյուսի հետ ինչ կապ։ Ես Տիկին Ջեբեջան, տեսեք։ Ստեղծվում է ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի Տեսեք։ առիթով, Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ։ Ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է։ Ասում եմ հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբնաղբյուրին էլ անդրադարձայցի, որոշում է կայացվել չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բանը ստեղծել մշտական հանձնաժողով։ Ես ձեզ հայտնում եմ այն ինչ որ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ-որ բան քննենք։ Սիմոնյան, մի հարցը ոչ այդ ստորակարգի Պարոն Սիմոնյան, Կվերադառնանք։ որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում, այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովում տալու։ Դե ես ձեզ ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ սփյուռքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան, եւ իրավիճակը արուն է բացվել, հայրտական թեժ ժամարտ ձմեռ հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան, իրանք դա գիտեն։ Անտիվադին ասում է, որ Մի րոպե, վերջ։ Ուղղակի հարցին է վերաբերում, ասում է, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալունյանը, որը առաջինը ձեռնամարտին բռնվեց, ասում են, չէ, Ալեն Սիմոնյանն է, ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Չէ, որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, եւ ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա անդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ Չակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ է լինելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Չէ, բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր պուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր պուճուր շրջանակով sense պուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրանք բայց բացի այդ պուճուր փուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր իրա, ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի կամ որպես ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործչի երեխայի մեռնելու մասին բան խոսեմ։ Տեսել եք ես տես բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում է պետք է երեխան, ասում է ինքը իր երեխան զոհվել, լավ որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի։ Այդ վատ ելույթ է։
Այդ վատ ելույթ է, գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը տուն, կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասա թակավորը հետս խոսեց, ասում է ինչ ասեց սրիկա, փախի ստեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, դի վատ ելույթ է, եւ աչքի է ընկել ոչ թե բյուրաբովանդակությամբ, կամ ասում է, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է, Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է, լավ ելույթ էր, ինչ էր լավ ելույթ։ Ինչով էր լավ։ Ախր ցավացնելը, տեսեք, ցավացնելը ասեցի իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայիս կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրեն արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուզում եք տենց, ես թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում, սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու, կամ Գեղամը Մանուկյան, իր շեֆի պես Տրուսիկով նկարվել է, այդ իր շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից սենց։ Թող գնա այդ իրանց չեք հիշում, որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանեկեք։ Կգնաք կնայեք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։ Պարոն Սիմոնյան, մի հարց պրոցեսորական հետ կապված, մի ամիս գրեթե մեկ ամիս է Ադրբեջանը կրակում է։ Թիրախային, ինտենսիվ վերջին օրերի շատ ինչ է Ադրբեջանի ուզածը, եթե խաղաղության պայմանագիրը ավարտված է, երկու կողմը հաստատում է, ինչ է հիմա ուզում Ադրբեջանի, ինչու է կրակում։ Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող ընդդիմադիր գործիչներին, իրանք շատ լավ ասում են, թե Ադրբեջանը ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ ընդդիմությունը, Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեր մոտ չի ստացվելու։ Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը եւ հասցեատերը այն գործիչներն Ադրբեջանի կրակոցների պատասխանը իշխանությունն է։ Ներողություն, ասում չէ, հարգելիս, դուք հարցրեցիք, ասիք ինչու, չէ։ Հարցի ինչու, կրկնում եմ, ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, ովքեր իրանց հետ աշխատում են։ Բանակցություն, ոչ, այդ հարցը ոչ, բանակցությունները փակուղում չեն, ոչ, քննարկումները շարունակվում են, բանակցությունները փակուղում չի հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանա։ Ո՞րն է, պարոն Սիմոնյան, լավ դուք Հարգելիս, բացատրությունը հետևյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասեցի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողություն։ Լսեք, կարա ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ է եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռ տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց էլ չլներ, այդ դրույն տրամաբանությունն է եղել։ Ձեր հանդիպումը ժողովում մի միջադեպ է։ Չէ, տենց հանդիպման մասին չի խոսքը, մենք ժամերով նիստի ենք մասնակցել եւ իրար կողմ նստած ենք եղել, հա եւ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր հարցերի շուրջ խոսել ենք։ Մենք պայմանավորվել ենք, որ հրապարակային սրա մասին չենք խոսելու եւ ես չեմ ուզում սրա մասին հրապարակային խոսեմ, առավել եւս որևիցե նոր եւ դարակազմիկ բան չկա, այլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևիցե բան
ոչ որոշում ենք, ոչ որոշելու մոտ խոսակցությունա տեղի ունեցել, բայց շփումը, ես շփման տպավորությունով եմ ձեր հետ կիսվում, ինչպես նաև մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման մասին եւ ես նման հանդիպման մասին որևիցե բան տեղեկություն չկա այս պահին։ Այդ վերջի հարցը։ Հանդիպել եղավ Խաչատուր Սուքիասյանի եւ Նարեկ Կիրակոսյանի միջև լրագրող։ Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այսպես շատ բուրն էմոցիոնալ վիճակում գտնվում, գոռգոռում, ձայնի տոնը բարձրացնում, բայց այդ կոնկրետ այդ հարցազրույցի ժամանակ Նարեկ Կիրակոսյանը դեռ որևէ հարց անգամ չէր հասցրել հնչեցնել։ Դուք դատապարտում եք Սուքիասյանի նման պահվածքը եւ առհասարակ ինչ գնահատական կտակ այդ միջադեպը։ Չեմ դատապարտում։ Ես դատապարտում եմ կպչուն վերաբերմունքը, ես դատապարտում եմ մարդկանց այն բանից հետո, երբ որ ինքը հայտարարում է, որ ինքը այնուամենայնիվ չի ուզում հարցազրույց տա, այլ նյարդայնացնելը, հունից հանելը եւ դրա շուրջ լուր ստեղծելը։ Այսինքն այդ լրա լուրը որն էր, որ կարելի է մարդուն գնալ կներ, անընդհատ sense բզբզել, միջև ինքը ասի՝ մի արա, ասեք, ըհը, լրագրողը հարձակվեց Ալեն Սիմոնյանի վրա, դուք ոնց կարելի էր տես բան անել, կամ հակառակը, յուրաքանչյուր պարագայում ճիշտ Ալեն Սիմոնյանը, որտեվ տենց ավելի շատ կկարդացվի։ Դա նորմալ եք դուք համարում։ Լրագրողի գործառույթը պատասխան Ես ստանալն է։ հարգելիս, ախր պատասխան ստանալ, լսեք, պատասխան ստանալը ու մարդուն, ասենք, նյարդայնացնելը դրանք տարբեր բաներ են։ Հարգելի ինչ նշանակում թող չնյարդայնան, բայց ես ներողություն եմ խնդրում, չվիրավորվեիք, երբ որ Անդրանիկ Քոչարյանը ձեզ բան ասեց, ինչի վիրավորվեցիք։ Եթե լրագրողը վիրավորի, Չէ, ներողություն, այսինքն եթե Քոչարյանը Անդրանիկը դա չասեր ուրիշ մարդ ասեր չէիք վիրավորվելու։ չէ, ասում եթե Չէ, ախր դա շատ սուբյեկտիվ բան եք ասում թե չնյարդայնանա։ Ասենք մոտիկ անում եք, անընդհատ տենց հանդուրժող լինի։ լսեք, դե այսինքն ներողություն, այսինքն ինչ է այս բղավեց ասեց ինձ հանգիստ թող։ Գիտեք, մենք մի հատ հարևան ունենք, ես էլ ասեմ ու վերջացնենք։ Լավ, եկեք, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներին այս հարցը այնքան էլ հետաքրքիր չի, եկեք հումորով ավարտենք։ Մենք մեր առաջի հարկում մի հարևանուհի ունենք, որը իր ամուսնու հետ բաժանվելուց հետո իր ամուսնուն բանով, անձրևանոցով ծեծում էր եւ գոռում էր օգնեցեք, բայց ինքն էր հարվածում։ Շնորհակալություն։